Ընդամենը մի քանի րոպե տևած կարկուտը Ստեփանավանում վերածվել է անսպասելի աղետի, պատճառելով զգալի նյութական վնասներ։ Կարկուտն այնքան ուժգին է եղել, որ վնասել է ոչ միայն տանիքներ, այլև կենցաղային գույք, տրանսպորտային միջոցներ։ Սառույցի խոշոր գնդիկները կոտրել են մեքենաների ապակիներ, դեֆորմացրել են թափքեր եւ այլն։ Շենվան դիմապակինա, թեց փշրվել, խնդրեմ եկեք, ես դրիվ սենց ես հատվածները, այդ փշրվածները ինքը ոչ մի խնդիր չունեցող էլ, բայց դե արդեն ակնհայտ երևում է, թե ինչ է ելին։ Ես դրիվ ինչ որ կա, ես էլ արդեն դե պարզ երևում է, ասենք ինքը ենքան է ծեծել, որ ես իր այդ հատվածները նույնիսկ այդ զազորից ընկել են, ոչ մի բան չկա։ Տարերքը հզոր է եղել, որ նույնիսկ արտակարգ իրավիճակներին պատրաստ մարդիկ չեն կարողացել խուսափել դրա հետևանքներից։ Մեր զրուցակիցը, որը մասնագիտությամբ փրկարար է, պատմում է, որ անսպասելի սկսված կարկուտը մի քանի րոպեում վերածվել է իսկական փորձության։ Սուրեն Մշետյանն ասում է, որ չի հասցրել անվտանգ վայր տեղափոխել ոչ իր մեքենան, ոչ էլ ինքն է կարողացել պատսպարվել։ Փրկարարն ասում է, որ ուժեղ կարկուտի ժամանակ բաց տարածքում գտնվելը վտանգավոր է։ Չնայած փրկարարի մասնագիտությանը եւ արտակարգ իրավիճակներում գործելու փորձին, այս անգամ Սուրենն ինքն էլ է հայտնվել անելանելի վիճակում։ Այն հատվածում է, որ ոչ մի, ասենք, շինություն, բան, ոչ մի բան չկար, որ ինչ-որ պատսպարեի կամ բան։ Ես եմ ինքս եմ փորձել, որ մեքենան մի բանով կարողանամ փրկեմ, բայց երբ որ արդեն մի քանի տեղ մարմնից վրա հետքերն էլ կան, որ հասկացա, որ անհնար է ու ինձանից տանկ չի, արդեն փորձեցի ինչ-որ ծառերի տակ բան, բայց սա ծառեր են ամբողջությամբ, բայց ոչ մի բան չի օգնել։ Տարերքից լրջորեն տուժել է նաև Չատինյանների ընտանիքը։ Վնասվել է նրանց տան տանիքը, անձրևաջրերը լցվել են սենյակներ։ Կարկուտի ժամանակ տանը տատն ու թոռն են եղել։ Անիկ Չատինյանը պատմում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել հաշված րոպեների ընթացքում։ Չհասկանալով ինչ անել, անվտանգ տեղ են փնտրել տան անկյուններում։ Վախեցա թորս հետս էր, վախեցա, ես ասես ինչ ոնց որ քարով խփեն պատուհանից, դուրս եկանք էլ հնարավոր չէր ոչինչ բան անել, լվացքը սաղ թափեց գետնին, ու սենց ահավոր բան էր, վիճակ էր։ Թորնիկի հետ այդ ժամանակ։ Թորնիկիս հետ այդ ժամանակ արդեն դուռը փակեցինք, արդեն խփում էր, դուռն էլ էր խփում, սաղ պատուհաններից գորգորոց էր ոնց որ գալի։ Շատ վախեցանք, շատ։ Մարդիկ պատմում են, որ աղմուկն այնքան ուժեղ է եղել, որ սկզբում չեն հասկացել, թե ինչ է կատարվում։ 6 տարեկան Գրիգորը պատմում է, որ կարկուտի հենց առաջին վայրկյաններից վախից անմիջապես դեպի տուն է վազել։ Ապակիներին դիպչող կարկտահատիկների ձայնն այնքան սարսափելի է եղել, որ Գրիգորը չի համարձակվել նայել, թե դրսում ինչ է կատարվում։ Փոքրիկն ամենաշատն ափսոսում է տատի ամբողջությամբ ոչնչացած ծաղկանոցի համար։ Խաղենք, բան արեցի, վախեցա, գնացի միտեղ բախկվեցի։ Հետո ասում ես բարձը դրեցիր։ Բարձը դրեցի երեսիս, հետո բան արեցի, գնացի, բանան բախկվեցի, վերև բախկվեցի։ Հետո հենց այդ կարկուտը վերջացավ, տելևիզորի լարերը պոկվեց, կարկուտը պոկվեց, սաղ տուն էր լցվել։ Բնակիչներից շատերը նույնիսկ ընտանի կենդանիներ են կորցրել։ Անասնապահությամբ զբաղվողների համար դա ծանր հարված է։ Ստեփանավանցիներն ասում են, որ այդ ուժգնության տեղումներ վաղուց չեն տեսել։ Այժմ փորձում են գնահատել կորուստների իրական չափը, հաշվում են վնասված գույքը, մեքենաների վերանորոգման ծախսերն ու անասնապահական կորուստները։ Շատերի համար սա ծանր սոցիալական հարված է, քանի որ վնասվել են նրանց եկամտի եւ գոյատևման հիմնական միջոցները։ Այդ պրոցեսից երևի 2 ժամ հետո շտաբ է ստեղծվել, մոտեցել ենք անուն ազգանուն, ինչ կոնկրետ ինչ է վնասվել, ինձ այդ են հարցրել, գույք թե տուն, թե տանիք, վերջը, ինչ է վնասը, ես ներկայացրել եմ մեքենա, հասցես եմ ասել ու սպասում ենք։ Բայց ես չափ է լով է որոշողը։ Այդ ընթացքում կասենք, կժանգենք։ Եվ ջան, ես պայն հաշպարուն ագնեմ։
Կարկուտից տուժած քաղաքացիները Ստեփանավանի համայնքապետարան են ներկայացնում իրենց վնասի չափը։ Այստեղ ընդունում են բնակիչների դիմումները, հավաքագրում են տվյալները վնասված գույքի, տների, տանիքների, տրանսպորտային միջոցների և այլ կորուստների վերաբերյալ։ Այդ գործում համայնքապետարանին աջակցում է Լոռու մարզային փրկարարական վարչությունը։ Ստեփանավանի փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ատոմ Զուրաբյանն ասում է, որ ստացված տեղեկությունների հիման վրա կգնահատվեն վնասները, որից հետո պարզ կդառնան հետագա անելիքներն ու աջակցության հնարավոր տարբերակները։ Մանթանուր նեղության խնդիրը, որ մեքենայի խնդիրն է, որ շահագործվելի այդքան բան։ Այժմ Ստեփանավանի բնակիչների առաջնահերթ խնդիրը վնասված գույքի վերականգնումն է։ Աիդա Ավետիսյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։